Ես Ֆրանսիայում գուքամ եւ մեր կոզունությունը գծավալ ենք Եվրոպայի տարածքին 2022-ի վերջին ամիսներում մենք անդրադարձանք, որ քերիներու խնդիրը մարած էր մեր ընդհանուր պետության գիտակցության մեջ, որովհետև առաջին ամիսներում պատերազմի հաջորդող շրջանին շատ շարժումներ ստեղծվեցան աշխարհում մեկ քերիներու ազատագրության համար, բայց հաջորդող ամիսներու ընթացքում այս բոլոր շարժումները մարեցան եւ մենք անդրադարձանք, որ այս խնդիրը շատ առաջնային խնդիր է, որովհետեւ քերիներու արգայությունը Ադրբեջանի մեջ ոչ միայն իրենց ծնողներու եւ ընտանիքներու վրա շատ ծանր ճնշում գտնի, հոգեբանական ծանր ճնշում գտնի, բայց նաեւ ամբողջ հայության վրա մենք այսպես նվաստացած ծավալ նվաստացած կսկայինք մենք մեզ եւ կդեսնենք, որ մեր եղբայրները եւ քույրերը եւ դա դիգի մնալ գարային օրերուն կտանքներու գենտարգվին եւ ոչ մեկ մարդ կխոսի այդ մասին։ Ուրեմն մենք ատկե մեկնելով է որ նոր գործողությունը սկսանք յուրաքանչյուր այդ օրվա քերիներու, եթե չեմ սխալի 45 քերի գարայնադեն, յուրաքանչյուր քերիի համար մեկ հովանավոր պնդրեցինք եւ կդանք ընդհանրապես մեծ քաղաքներու եւ Ֆրանսիայի մեջ Եվրոպայի զանազան երկրներու մեջ միջին քաղաքներու քաղաքաբեդեր, համայնքաբեդեր ընդունեցին այդ հովանավորությունը եւ այդ գործողությունը այդպես սկսանք եւ ամիջապես կապ ստեղծեցինք Դիգին Սիրանուշ Սահակյանի հետ, որ այդ խնդրի այսպես ամբողջական խնդիրը իր բանի դարած էր իր հանձնարարություն արած իր այդ խնդիրներու համար, մասնավորապես իրավաբան բաժնի համար։ Եվ մենք հաջողեցանք մոտավորապես 15-16 քերիներ, քերիներ հովանավորել դալու, բայց հետագային ուրեմն սեպտեմբեր եւ Հայաստան այցելություններ գազմագերվելու քաղաքաբեդներ, օրինակ Լիոնի առաջինը Լիոնի քաղաքաբեդներ, որ քերիմը այդ օրերուն քերիմը հովանավորած էր եւ եկավ եւ իր ծնողքի հետ հանդիպեցավ եւ սկսավ հաղորդակցություններ անել եւ այս խնդիրը բարձրացնել, մասնավորապես եվրոպական հաստատություններուն թիմել քերիներու ազատագրության իր քերիի, իր հովանավորած քերիի եւ մյուս քերիներու ազատագրության համար, սա ուրեմն առաջին ծրագիրը եղավ, որ դակավին կշարունակվի, բայց որոշ փոփոխության ենթարկվեցավ, երբ դեկտեմբեր 2023-ին քերիներու բավական մեծ թիվ 32 հոգի ազատ արձակվեցան։ Եվ այդ օրերուն ուրեմն մենք սկսանք հավաքական հովանավորություն գազմագերբել զանազան բաներու կողմէ, քաղաքական թեմքերու կողմէ, ազգային ժողովի անդամներու կողմէ եւ այլն, եւ նույն քաղաքաբեդներու հետ, մեծ քաղաքներու եւ միջին քաղաքներու քաղաքաբեդներու հետ, բայց որոշ փոփոխություններ ներմուծեցինք մեր գործունեության մեջ եւ 2023-ի հունիս ամիսներուն մենք կապ հաստատեցինք ինտրա հոգեգան առողջության կենտրոնի դնորենի հետ, պարոն Խաչատուր Կասպարյանի հետ, այսպես շատ լավ չձևավորված այդ օրերուն, բայց մեր բանով հայցովը, որ այսօրվա քերիներու ընտանիքներու հոգեբանական օգնություն բերենք։ Եվ հետո կորձի ընթացքին անդրադարձանք, որ պարոն Կասպարյան մեզ դերեկացուց, որ ազատագրված քերիները շատ մեծ հոգեգան խնդիրներու գբախին եւ ոչ միայն հոգեբանական խնդիրներու, բայց նաեւ սոցիալական ընկերային խնդիրներու գբախին։ Ուրեմն համագործակցաբար պարոն Կասպարյանի հետ մենք նոր ծրագիր մեջտեղ բերինք ազատ արձակված քերիներու հոգեբանական օգնություն բերելու ծրագիրը, որ այսօր ընթացքի մեջ է եւ պարոն Կասպարյան մի խոսի այդ մասին, ընդհանրապես խնդիրներու մասին, հոգեբանական խնդիրներու մասին, ուրեմն հետ թրոմայի բաներու մասին, հետևանքներու մասին։ Ուրեմն այս է մեր բանը, մեր այսօրվա խոսակցության նյութը եւ գկարծեմ, որ շատ կարեւոր է, որ Դիգին Սիրանուշ Սահակյան մեզի դերեկացնե, թե
այդ հայցերը, որոնք ներկայացված են միջազգային ադյաններու մեջ, ինչ վիճակի մեջ են, գիտնալով, որ հավաքական բաները, հայցերը այսօր կառավարության կողմի հետ քաշված են եւ դադարեցված են